Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, մասնակցելու փետրվարի 4-ին Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Իլհամ Ալիևը արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արշավը նոր թափ է ստանում։ Մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել Հայաստանի կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ։ Վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է շրջանառվող լուրերը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նրա եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը։ Ինչ են քննարկել պաշտոնյաները։ Միացյալ Նահանգներ Իրան հերակա հակամարտությունը մտել է նոր փուլ եւ արաբական ծովում հերթապահություն իրականացնող ամերիկյան ավիակիրը ամեն րոպե կարող է Իրանի դեմ հարձակում սկսել։ Իրանական իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակմանը։ Շինարարությունից մինչև գյուղատնտեսություն, արդյունաբերությունից առևտուր։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել, որը համակարգային աշխատանքի արդյունք է։ 2026 թվականի ընթացքում կրթության տեսչական մարմինը հրապարակել է գործունեության տարբեր ծրագրեր եւ հաշվետվություններ։ Միաժամանակ ընդլայնվել է գործակցությունը ինչպես պետական այլ կառույցների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ Տեսչության ղեկավարը ամփոփել է նախորդ տարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ավստրիական Graue ընկերության գլխավոր տնօրեն եւ կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին եւ Սիքվադրատ ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն եւ վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Graue ընկերության Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է կառուցողական գործակցության եւ հետագա քայլերի քննարկման։ Կլաուս Շայտեգելը նշել է, որ շահագրգիռ են մուտք գործել հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ արդյունավետ կերպով գործակցում են Հայաստանի կենտրոնական բանկի հետ եւ պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվական մրցանակաբաշխությունը։ Ըստ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետը կմասնակցի նշյալ մրցանակաբաշխությանը։ Ի դեպ Իլհամ Ալիևը արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նրան դիմավորել է այդ երկրի նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։ Բաքվում հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին։ Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն մինչև այս տարվա հունիսը։ Ըստ ԱՊԱ-ի այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասան Գուլիևը։ Ադրբեջանցի պատգամավորը միաժամանակ կրկին շեշտել է, որ դրան հասնելու համար Հայաստանը իբր պետք է պարտավորվի իր նոր սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին։ Այն պետք է քննարկվի խորհրդարանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում, ասել է նա։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նրա եւ Հայաստանի պաշտպանության նախարարության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը։ Զրուցակիցները երկկողմ գործակցությունից զատ քննարկել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվով պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ հնչել են Հայաստանի եւ Հնդկաստանի պետական օրհներգերը։
Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Անիլ Չաուհանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաշկի Սահասինհը։ Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների գործակցության ընթացիկ մակարդակը պաշտպանական բնագավառում, ընդգծելով ծրագրերի կանոնավոր իրականացման կարևորությունը։ Գեներալ Չաուհանն իր հերթին հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատասխանատվությունը շարունակելու գործակցությունը առկա ուղղություններով եւ նախաձեռնելու նոր ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր։ Ի դեպ, միջազգային աղբյուրների տվյալներով Հայաստանը ներկայումս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի 3 խոշորագույն ներմուծողներից մեկն է։ Ավելի վաղ հնդկական անի գործակալությունը, իսկ այնուհետև նաեւ The Times of India-ն հաղորդել էին, որ Հայաստանն է առաքվել պինակը համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբականակը։ Այս գործընթացը պաշտոնապես մեկնարկել է Հնդկաստանի Նագվուր քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է եղել նաեւ երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը։ Վերջինս հայտարարել է, որ Հայաստան զենք առաքումը շրջադարձային փուլ է Հնդկաստանի ռազմարդյունաբերության համալիրի համար միջազգային շուկաներում դիրքավորվելու տեսանկյունից։ Նշվում է, որ Solar Defense and Aerospace Limits ընկերության արտադրած կառավարվող հրթիռների առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 70 կիլոմետր, իսկ մատակարարումներն իրականացվել են 2023-24 թվականներից սկսած։ Միաժամանակ The Economics Times-ի հաղորդմամբ առաջիկա ամիսներին Հայաստանը նախատեսում է Հնդկաստանից ձեռք բերել նաև 155 մմ տրամաչափի տրաջան քարշակային հաուբիցների խմբականակ։ Այս զինատեսակներն արտադրում են Larsen & Toubro կոնցեռնի կողմից ֆրանսիական լիցենզիայով եւ ունեն մինչեւ 39 կիլոմետր խորացման հեռահարություն։ Գործարքի վերաբերյալ Երևանն ու Դելին պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն տարածել։ Ռազմատեխնիկական գործակցությանը զուգահեռ քաղաքական դաշտում եւս նկատվում է երկկողմ հարաբերությունների խորացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորելով իր գործընկեր Նարենդա Մուդիին ընդգծել էր, որ համատեղ ջանքերով հնարավոր է հայ-հնդկական քաղաքական երկխոսությունն ու գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի ի նպաստ երկու ժողովուրդների։ Նույն տրամաբանությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ոլորտներում առաջ մղել նոր հավակնոտ նախաձեռնություններ եւ հարաբերություններին տալ նոր որակ։ Հնդկաստանի արտաքին քաղաքական ակտիվությունը վերջին օրերին հատկապես ընդգծվում է Եվրամիության հետ ձեռք բերված պատմական համաձայնագրի ֆոնին։ Reuters գործակալության հաղորդմամբ Դելին եւ Բրյուսելը վերջնականապես համաձայնեցրել են ազատ առևտրի պայմանագիրը, որը շուրջ 2 տասնամյակ տևած բանակցությունների արդյունք է։ Նարենդա Մոդին այդ որակել է որպես բոլոր գործարքների մայր, ընդգծելով, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կբացի Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության եւ Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների համար։ Բացի առևտրից Եվրամիությունը եւ Հնդկաստանը մտադիր են խորացնելու նաեւ ռազմատեխնիկական գործակցությունը։ Reuters-ի մոտ հայտնված փաստաթղթերի համաձայն կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում խորհրդակցությունների անցկացում, այդ թվում Հնդկաստանի հնարավոր ներգրավումը Եվրամիության պաշտպանական նախաձեռնություններում։ Այս համաձայնագրի վերաբերյալ օրեր առաջ խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով ԵՄ Հնդկաստան համաձայնագիրն ուղղակի առնչություն ունի նաև Հարավային Կովկասի հետ։ Նրա խոսքով տարածաշրջանի տարանցիկ նշանակությունն էականորեն աճում է, հատկապես խաղաղության խաչմերուկ եւ այլ միջազգային նախագծերի շրջանակում։ Վարչապետը շեշտել է, որ որքան արագ գտնվեն գործակցության գործնական ձևաչափեր Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի միջև, այնքան շահեկան կլինի դա ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրամիության եւ Հնդկաստանի համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արշավը նոր թափ է ստանում։ Մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել Հայաստանի կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է շրջանառվող լուրերը։ Հայաստանի կառավարության եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տարվում է հերթական կեղծ տեղեկատվական արշավը։ Մեդիադաշտում եւ սոցիալական ցանցերում տարածվել են լուրեր այն մասին, թե իբրև Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳՊՏ համայնքի շքերթի անցկացմանը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով այս տեղեկությանը նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ եւ հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Հրապարակման հեղինակ Օկայ Դեփրեմը նախկինում եւս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի եւ մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրել են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակները։ Նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է ընտրական գործընթացներին ընդառաջ։ Իդեպ Օկայ Դեփրեմի կողմից տարածվող ապատեգատվությունը կրկնվող եւ համակարգված է։ Հրապարակումների համաձայն վերջինիս սին նյութերը նախ հրապարակվում են ադրբեջանական Հաքին հարթակում, ապա արագորեն տարածվում տարբեր սատիրիկ կամ կիսասատիրիկ կայքերի եւ սոցիալական ցանցերի միջոցով, հանրությանը մոլորեցնելու եւ արհեստական օրակարգ ձևավորելու նպատակով։ Տարածված կարծիքի համաձայն նման նյութերի տարածումը հատկապես աճել է, երբ Ադրբեջանում դադարեցվել է Սպուտնիկ լրատվամիջոցի գործունեությունը։ Նշենք, որ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմել էին եվրոպացի գործընկերներին ոչ միայն ֆինանսական, այլև մասնագիտական աջակցություն տրամադրելու խնդրանքով։ Իշխանությունները Եվրամիությունից աջակցություն ստանալու իրենց քայլը պայմանավորել են նրանով, որ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին ազդեցության որոշ շրջանակներ փորձելու են հիբրիդային մեծ արշավ սկսել եւ միջամտել երկրի ներքին գործերին, որն ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը օրեր առաջ հայտարարել էր, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Հայաստանի կառավարության այս քայլը ընդդիմադիր հատվածի մեկնաբանմամբ միջամտություն է երկրի ներքին գործերին, սակայն իշխանությունն այդպես չի կարծում, ավելին հակառակն է պնդում։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը ընդունել է Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցները անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի։ Միացյալ Նահանգներ Իրան հեռակա հակամարտությունը մտել է նոր փուլ եւ արաբական ծովում հերթապահություն իրականացնող ամերիկյան ավիակիրը ամեն րոպե կարող է Իրանի դեմ հարձակում սկսել։ Իրանական իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակմանը։ ԱՄՆ-Իրան լարվածությունը նախորդ տարվա վերջին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո հասել է գագաթնակետին։ Հնարավոր պատերազմի մասին խոսակցություններն էլ ավելի սաստկացան, երբ շաբաթ օրը համացանցում լուրեր տարածվեցին, որ իրանական Բանդար Աբբաս քաղաքի շենքերից մեկում պայթյուններ են որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Եվ չնայած իրանական իշխանությունները պաշտոնապես հերքեցին արտաքին միջամտությունը, նշելով, թե պայթյունները ընդհանրապես գազի արտահոսքի հետևանք են եղել, միևնույն է չփարատեցին այն կասկածները, որ դրանք տեղի են ունեցել ԱԹՍ-ների հարվածի կազմակերպված հարձակման պատճառով։ Բանն այն է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում էր նաև ռազմածովային ուժերի հրամանատար Ալի-Ռեզա Թանկսիրին, որն էլ պիտի ղեկավարեր Իրանի նախատեսված ռազմածովային զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Իդեպ Իսրայելն արդեն հայտարարել է, թե որևէ առնչություն չի ունեցել կատարվածին։ Հարկ է նկատել, որ Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին պետք է մասնակցեին նաև Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն ինչ-ինչ հանգամանքների ելնելով այդ երկրները չեղարկել են իրենց մասնակցությունը։ Հենց այս իրադարձություններն են, որ մեծացնում են ռազմական գործողությունների սկսման հավանականությունը։ Բացի այդ, արաբական ծովում շարունակում է հերթապահություն իրականացնել ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը ինչպես ԱՄՆ իշխանություններն են պնդում, կազմ պատրաստ սպասում է գործողությունների անցնելու հրամանի։ Այս ամենին զուգահեռ հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին հարվածելու ու չհարվածելու իրարամերժ պաշտոնական Թեհրանի կոշտ հակահարված տալու կամ բանակցությունների միջոցով խնդիրները հարթելու հայտարարությունները։ Թրամփը Ֆլորիդա թռիչքի ժամանակ լրագրողներին հայտնել է, թե հույս ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ կկնքի այսպես ասած Վաշինգտոնին բավարարող համաձայնագիր, որում կամրագրվի, որ Իսլամական Հանրապետությունը հրաժարվում է միջուկային զենք ունենալու ծրագրից։ Ես չգիտեմ արդյոք նրանք կհամաձայնվեն դրան, բայց նրանք մեզ հետ բանակցություններ են վարում, լուրջ բանակցություններ, տեսնենք, կարող ենք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում տեսնենք ինչ կլինի։ Մենք ունենք մեծ ռազմածովային նավատորմ, որն ուղևորվել է այնտեղ։
Թրամփը հավելել է, թե ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներից ելնելով մերձավոր արևելքի իր դաշնակիցներին չի հայտնում հարվածների պլանների մասին։ Ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից հնչող սպառնալիքներին իրանական իշխանությունները հայտարարել են, որ ձեռնարկելու են ամեն հնարավորը երկիրը դրսի ուժերի հարձակումներից պաշտպանելու համար։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նախազգուշացրել է, որ ցանկացած նման հարձակում կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության։ Ամերիկացիները պետք է իմանան, եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ ԱՄՆ նախագահը մշտապես ասում է, որ նավեր է բերել։ Իրանցի ժողովուրդը չի վախենան նման բաներից։ Գերագույն առաջնորդի խոսքը հաստատել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CNN-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Իրանը չի վախենում պատերազմից եւ պատրաստ է հնարավոր հարձակմանն ու դրա հետևանքներին։ Եթե բանակցությունները ձախողվեն, մենք պատրաստ ենք պատերազմի եւ հակամարտությունը հավանաբար կանցնի Իրանի սահմաններից այն կողմ։ Ամերիկյան բազաները կդառնան թիրախ։ Կարծում եմ, Թրամփը բավականաչափ իմաստուն է ճիշտ որոշում կայացնելու համար։ Մեր վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ որպես բանակցային գործընկեր կորել է։ Նշենք, որ հարևան երկրում տիրող իրավիճակի մասին իրենց ելույթներում բազմիցս անդրադարձել են նաև Հայաստանի իշխանությունները, ընդգծելով, որ ուշով հետևում են տեղի ունեցող իրադարձություններին, հույս հայտնել, որ անորոշ ու անհանգստացնող իրավիճակը կհանգուցալուծվի։ Նկատենք, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ խոսակցությունները վերսկսեցին 2025 թվականի դեկտեմբերի 28-ից սկիզբ առած բողոքի ցույցերի ֆոնին։ Ակցիաները, որոնք սկսվել էին տնտեսական դժգոհությունների հետևանքով, վեր էին ածվել անկարգությունների ու բախումների, դարձել հազարավոր զոհերի պատճառ։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի ժողովրդին սեփական երկրի իշխանություններից պաշտպանելու հավակնության մասին, իսկ Իրանի իշխանությունները բոլոր խժդժությունների համար մեղադրել էին ԱՄՆ-ին ու նրա դաշնակից Իսրայելին։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ միմիայն Մոսկվայում։ Այսօր հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ այս հարցում իրենց դիրքորոշումը անփոփոխ է։ Նա այս մասին ասել է, պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է նախագահների հանդիպումը չեզոք տարածքում անցկացնելու հնարավորությունը։ Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին կրկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպում ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աղետալի պատերազմը կանգնեցնելու համար։ Միջազգային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են 3 մարդ, 2 կուրսանտ եւ հրահանգիչ։ Վթարի մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Նախնական տեղեկություններով ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում եւ դեպքի վայրում հրդեհ չի առաջացել։ Փրկարարներն աշխատանքները շարունակում են, իսկ անձնակազմի զոհերի ինքնությունը պարզվում է։ Թուրքիայի Դոշեմեալթի շրջանում ուղևորատար ավտոբուսը բախվել է արգելապատնեշին եւ շրջվել։ Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 26-ը վիրավորվել։ Նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Վիրավորները տեղափոխվել են շրջակա տարածքի հիվանդանոցներ։ Անտալիայի նահանգապետը նշել է, որ վթարի պատճառը կպարզվի տեխնիկական հետաքննության արդյունքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կուբայի ղեկավարության հետ հնարավոր գործարք կնքելու համար։ Հինգշաբթին նա ստորագրել է հրաման, որով սպառնում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կուբայի նավթ վաճառող երկրների նկատմամբ։ Թրամփը նշել է, որ Կուբան տնտեսական ճգնաժամի մեջ է եւ այժմ դուրս է մնացել Վենեսուելայի աջակցությունից։ Ուկրաինայի ուղղությամբ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզում զոհվել է առնվազն 17 մարդ։ Ուկրաինացի պաշտոնյաների տվյալներով Պավլոգրադի շրջանում դրոնի հարվածների հետևանքով ավտոբուսի մոտ զոհվել է 15 մարդ, եւս 2-ը Դնեպրում մասնավոր տան վրա հարվածի հետևանքով։ Ըստ նախնական տվյալների զոհվածները հանքափորներ էին, որոնք վերադառնում էին հերթափոխից։ Միևնույն ժամանակ Զապորոժյե քաղաքում շարունակված օդային հարձակումների հետևանքով վնասվել է ծննդատուն, առնվազն 6 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք, հիմնականում Բելգորոդի եւ հարակից մարզերի տարածքում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը եւ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը քննարկել են բանակի պատրաստվածությունը տարածաշրջանում հնարավոր սրման պայմաններում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակի գնահատմանը եւ Իրանի պաշտպանության բանակի օպերատիվ պատրաստվածությանը տարբեր սցենարների համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Զամիրի անցկացրած վերջին բանակցություններից հետո, հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Կիրակի օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում եւ այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել ի աջակցություն նախագահ Պետր Պավելին։ Կազմակերպիչների տվյալներով ցույցերին մասնակցել է շուրջ 80-ից 90,000 մարդ։ Բողոքները կապված են նախագահի եւ նոր կառավարության միջև սրվող հակամարտության հետ, որը սկսվել է այն բանից հետո, երբ Պավելը հրաժարվել է շրջակա միջավայրի նախարար նշանակել Ֆիլիպ Տուրեկին։ Նախագահը հայտարարել է, որ Տուրեկի նախկին հայտարարություններն անհամատեղելի են նախարարական պաշտոնի հետ։ Նաև հայտնել է իր վրա գործադրված ճնշման մասին։ Սկանդալի ֆոնին ընդդիմությունը երեքշաբթի օրը նախատեսում է խորհրդարանում կառավարությանն անվստահության հարց բարձրացնել։ Շինարարությունից մինչև գյուղատնտեսություն ու արդյունաբերությունից առևտուր։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ Հայաստանի տնտեսության ոլորտ յուղերում աճ է արձանագրվել, որը համակարգային աշխատանքի արդյունք է։ Չնայած Հայաստանի տնտեսության վերաբերյալ հանրային դաշտում տիրող տրամադրություններին ու բացասական կանխատեսումներին 2025 թվականի ցուցանիշներն այլ իրականության մասին են փաստում։ Նախորդ տարվա ընթացքում աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ 2025 թվականին տնտեսական ակտիվությունը 2024 թվականի համեմատ աճել է 9.1%-ով։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է շինարարության ոլորտում 20.2%, ծառայությունների ոլորտն աճել է 10.5, գյուղատնտեսությունը 5.6, արդյունաբերությունը 4.7, իսկ առևտուրը 3%-ով։ Հատկանշական է արդյունաբերության ոլորտի աճը տարվա ընթացքում հաճախ ներկայացվում էր անկման համատեքստում, սակայն պաշտոնական վիճակագրությունը հակառակի մասին է։ Ոլորտում 4.7% աճ է գրանցվել։ Տնտեսության մեջ չկա ոլորտ, որտեղ մենք չունենք խոշոր եւ նկատելի աճ։ Եվ այս աճը նաեւ ոչ միայն վիճակագրական ցուցանիշ է, այլ նաեւ կյանքի որակի փոփոխություն։ Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցվել է ավելի քան 45,000 նոր աշխատատեղ։ Տնտեսական աճն ուղեկցվել է նաև արտաքին առևտրի դրական դինամիկայով։ 2025 թվականին Հայաստանից Եվրոպական միություն արտահանումը 2024 թվականի համեմատ աճել է 9.2%-ով, կազմելով $667 միլիոն։ Համեմատության համար նշենք, որ 2024-ին այդ ցուցանիշը կազմել էր $610.7 միլիոն։ Դրական դինամիկա նկատվել է նաև աշխատաշուկայում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով այսօր Հայաստանում կա 822,622 աշխատատեղ։ Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 44,568 նոր աշխատատեղ, իսկ հեղափոխությունից հետո ընդհանուր առմամբ 288,460 աշխատատեղ։ Ըստ նախարարի աշխատավարձերի մակարդակը եւս պատմական առավելագույնի վրա է։ Միջին ամսական աշխատավարձը կազմել է 401,367 դրամ, որը 2017 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 186,387 դրամով։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է, արձանագրված ցուցանիշները համակարգային քաղաքականության արդյունք են։ Պապոյանի խոսքով 2025 թվականի տնտեսական ակտիվության աճը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը զարգանում է ոչ թե մեկ ուղղությամբ, այլ համակողմանի։ Աճում են արտադրությունը, արտահանումը, ստեղծվում են աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը։ Սա ուղիղ ազդեցություն ունի մարդկանց կյանքի որակի վրա։ 6%-ով աճ ունենք նաև աշխատավարձերի մեջ։ Եթե անցած տարի դեկտեմբերին միջին աշխատավարձը 379,000-ից մի փոքր ավել էր հարկերը ներառյալ, ապա այս տարի դեկտեմբերին արդեն հարկերը ներառյալ 401,400 դրամ է մոտավորապես, այսինքն 6% նորից աճ ունենք։ Նախարարի խոսքով հատկապես Եվրոպական միություն արտահանման աճը կարևոր ազդակ է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման տեսանկյունից։ Երբ աճում է արտահանումը դեպի պահանջկոտ շուկաներ, դա նշանակում է, որ մեր արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, նշում է նա։ Ինչևէ, կարելի արձանագրել, որ 2025 թվականը Հայաստանի տնտեսության համար եղել է կայուն տնտեսական աճի տարի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ 2025 թվականի ընթացքում կրթության տեսչական մարմինը հրապարակել է գործունեության ծրագրեր եւ հաշվետվություններ ապահովելով աշխատանքի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը հասարակության առջեւ։ Միաժամանակ ընդլայնվել է գործակցությունը ինչպես պետական այլ կառույցների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ 2025 թվականին կրթության տեսչական մարմնի աշխատանքները միտված են եղել կրթական համակարգի վերահսկողության ամրապնդմանը, կրթության որակի բարձրացմանը եւ հանրության վստահության ապահովմանը։ Տեսչության ղեկավարը ամփոփել է նախորդ տարին։
Դպրոցներից մինչև մանկապարտեզներ, լսարաններից մինչև ուսուցչական սենյակներ։ 2025 թվականի ընթացքում կրթության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացրել հանրակրթական, նախադպրոցական և մասնագիտական ուսումնական հաստատություններում, նպատակ ունենալով ապահովել կրթության որակը և օրենսդրական պահանջների պահպանումը։ Ստուգումները կատարվել են ինչպես պլանային, այնպես էլ արտահերթ ձևաչափով, քաղաքացիների դիմում բողոքների հիման վրա։ 2025 թվականին տեսչական մարմինը իրականացրել է շուրջ 101 ստուգում, եթե կրկին ըստ ոլորտների դրանք ներկայացնենք, 17 ստուգում իրականացվել է նախադպրոցական կրթության ոլորտում, 67 ստուգում իրականացվել է դպրոցներում, որոնցից 60-ը պլանային և ևս 7-ը դիմում բողոքների հիման վրա և 17 ստուգում, որոնցից 15-ը պլանային իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտում։ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 195 դիմում բողոքներ, դրանց ծանրակշիռ մասը, մեծ մասը 159 վերաբերել է դպրոցներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կրթական միջավայրում առկա խնդիրներին։ Հայտնաբերված խախտումների դեպքում տեսչական մարմինը կիրառել է վարչական ընթացակարգեր և տվել պարտադիր ցուցումներ թերությունների վերացման համար։ 2025 թվականին 2024-ի նկատմամբ այն խախտումների տոկոսը, որոնց ուղղությամբ տրվել է հանձնարարական, էապես աճել է, մասնավորապես 24 թվականին դա կազմել է 6%, իսկ 25 թվականին 37%։ Սա ինչի մասին է խոսքը, հայտնաբերված խախտումների մի մասը հայտնաբերման պահին հնարավոր չի լինում վերացնել, այսինքն դա այնպիսի խախտումներն են, որոնք արդեն օրինակ ուսուցչին սխալ որակավորմամբ ընդունել են, բայց արդեն ստուգման պահին որակավորման պահանջը լրացած է եղել։ 2025 թվականին կարևոր տեղ է զբաղեցրել նաև քաղաքացիների հետ աշխատանքը։ Կրթության տեսչական մարմնի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել ուսուցիչների, ծնողների և կրթական հաստատությունների ղեկավարների հետ, քննարկելով կրթության ոլորտում առկա խնդիրներն ու բարեփոխումների անհրաժեշտությունը։ 2025 թվականին տեսչական մարմինը, ինչպես նախորդ տարիներին, իրականացրել է մնացորդային գիտելիքների ստուգումներ, որի շրջանակներում մաթեմատիկա, հայոց լեզու առարկաներից տրվում են նախորդ տարվա ուսումնական նյութի հիման վրա կազմված գրավոր աշխատանքներ։ Այդ աշխատանքներին երկու առարկաների դեպքում էլ մասնակցել են շուրջ 3500 սովորողներ, միջին գնահատականը ամփոփված տվյալների համապատասխան հայոց լեզու առարկայից կազմել է 4.3 միավոր, մաթեմատիկա առարկայից 4 միավոր։ Կրթական տեսչական մարմինն առանձնացրել է 2025 թվականին կատարված տարբեր խախտումներ, որոնք առավել հաճախ են պատահել։ Սյունակաշարերի ներդրմանը զուգահեռ տեսչական մարմինը ավելի ակտիվ կերպով է դիտարկում, այսինքն ոչ միայն տվյալ զարգացնող միջավայրի առկայությունն է դիտարկվում, այլև մանկավարժների կողմից դրա նպատակային կիրառման դրսևորումներն են վերահսկողության ենթակա։ Միևնույն ժամանակ երկրորդ ամենահաճախ հանդիպող խախտումը նախադպրոցական կրթության ոլորտում վերաբերում է համակազմի ճիշտ ձևավորմանը, այսինքն որքանով է այդ տարիքային խմբերի համամասնությունը եւ սաների ընդգրկվածությունը իրականացվել օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ այստեղ երրորդ ամենահաճախ հանդիպող խախտումը վերաբերում է մանկավարժների համալրման խախտումներին։ Տարվա ընթացքում հրապարակվել են գործունեության ծրագրեր և հաշվետվություններ, որոնք նպատակ ունեն ապահովելու թափանցիկություն և հանրային վերահսկողություն։ Միաժամանակ ընդլայնվել է գործակցությունը պետական կառույցների և միջազգային գործընկերների հետ։ Այս պահին տեսչական մարմնում ձևավորված է աշխատանքային խումբ, որը մշակում է համապատասխան գործիքներ տնօրենի տեղակալների, հոգեբանի եւ ուսուցչի օգնականի աշխատանքային գործառույթների պատշաճ դիտարկման համար։ Եվ նշված գործիքակազմերը փորձարկում անցնելուց հետո 26 թվականին կներդրվեն։ Արդյունքում 2025 թվականը կրթության տեսչական մարմնի համար նշանավորվել է վերահսկողության ուժեղացմամբ, կրթական համակարգի որակի բարձրացման ուղղված քայլերով եւ հանրության վստահության ամրապնդմամբ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Շարունակում ենք թողարկումը Նիդերլանդների թագավորության քաղաքացին մաքսանենք եղանակով օդային ճանապարհով Հայաստանը ներմուծել 845 գրամ կոկային տեսակի թմրամիջոց։ Նա կոկայինի տեղափոխումը իրականացրել է կուլ տալով դրանցով լցված 50 պատիճ, որոնք քաղաքացու որովայնից դուրս են բերել Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում։ Պետական եկամուտների կոմիտեն հավատարիմ մնալով պետության եւ հանրային շահերի պաշտպանության իր առաքելությանը շարունակում է հետևողական եւ անզիջում պայքար մղել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում օրերս Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել, որ Հայաստանը ժամանել Նիդերլանդների թագավորության քաղաքացի Ռդեն, ով հնարավոր է մաքսանենք եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել եւ հրավիրվել է մաքսային հսկողության գոտի, ուր ռենտգեն սկանավորման միջոցով ենթարկվել է անձնական մաքսային զննման։ Արդյունքում նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ։ ՌԴ-ն տեղափոխվել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս են բերվել կոկային տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ազգային անվտանգության ծառայության, տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ։ Պարզվել է թմրամիջոցների Հայաստանի Հանրապետության ներկրումը եւ հանրապետության տարածքում դրանց հետագա իրացում կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։ Վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևանի հասցեներից մեկում թմրամիջոցների մաքսանենգություն եւ իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել եւս երկու քաղաքացի։ Ձերբակալված ՌԴ-ն, ԱՊ-ն եւ ՍՄ-ն ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։ Նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում հունվարի 26-ից փետրվարի 2-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 19113 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 396 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ, 607 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 114 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 606 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 155, թմրանյութի հայտնաբերման 56, ֆիզիկական ներգործության 55, մարմնական վնասվածք պատճառելու 46, հոգեկան ներգործության 39, անձնական ունեցվածքի գողության 37, խարդախության 33, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 15 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 34 հետախուզվող, 3 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 21 դեպք։ 7 օրում գրանցված 60 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 82-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 493 դեպք, 138-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 65, հրդեհի ծագման սպառնալիքի 28, ճանապարհատրանսպորտային պատահարի 38, կենցաղային կանչի 144 եւ այլ դեպքեր։
Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 139 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 227 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ծեծել էր տանտիրուհուն, ապօրինի զենքի սպառնալիքով նրան զրկել ազատությունից, համայնքային ոստիկանների բացահայտումը։ Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Քանաքեռձեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Երևանու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուռնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այնտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ եւ ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից։ Քանաքեռձեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուռնեցու փողոց եւ հիշյալ արարքները կատարելու կասկածանքով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Ապօրինի հրազենը հայտնաբերվել է ննջասենյակում, տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին։ Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութեր հրապարակել։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել։ Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացվել են Մուշի բաժին եւ խոստովանել արարքը։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում կենթանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։ Ջրային պարեկները բացահայտել են նաև Սիգի քողարկված տեղափոխման դեպքեր։ Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին եւ մինչ այդ ոստիկանությունը շարունակելու է պայքարը այս արգելքը խախտողների դեմ։ Պայքարը տարվում է ոչ միայն ջրում եւ ափամերձ տարածքներում, այլև ավտոճանապարհներին, որոնցով վաճառքի համար տեղափոխում են ապօրինի որսը։ Հենց պայքարի արդյունավետությունն է ստիպել որոշ իրավախախտների դիմել այսպես ասած խորամանկությունների, ինչը հիմնականում նույնպես չի վրիպում ոստիկանության ծառայողների աչքից։ Վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաեւ նման դեպքեր։ Այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։ Հունվարի 22-ին ժամը 10:30-ի սահմաններում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած ՎԱԶ-21-213 մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ, ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ Շորժավ Արտենիշ ճանապարհի 11-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրել են գազ մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր Opel մակնիշի ավտոմեքենա։ Ստուգման Opel-ի սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում։ Այս դեպքից մոտ 1.5 ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին երթևեկության հանդիպակաց գոտիում նկատել են կայանված Hyundai եւ Opel մակնիշի մեքենաներ։ Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային, մեքենաները հեռացել են թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր։ Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։ Հունվարի 28-ի գիշերը Հրազդան քաղաքում հին շուկայի տարածքում կոտայքի պարեկները կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա։ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ անծանոթ անձից։ Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։ Մեկնել են համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ, հայտնաբերվել է ձկներով 3 արկղ, 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Հունվարի 14-ին ժամը 13:38-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված Opel մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպված չեն եղել, իսկ դրամապանակում կար 250,000 դրամ։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ տեղեկության գողությունը կատարել էին 50 եւ 43 տարեկան երկու տղամարդիկ։ Նույն օրը երեկոյան երկուսն էլ
հայտնաբերվեցին Էջմիածնի ծաղկաբուծական թաղամասում, ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ նրանք բացի այս կատարել են եւս մեկ գողություն, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։